Նշեմ, որ մեր տարեկան հաղորդման համատեքստում բացի ավանդաբար ներկայացվող խնդիրներից այս տարի բավականին մեծ քանակությամբ նաև նոր խնդիրներ ենք բացահայտել, ընդ որում դրանց մի մասը կամ նաև մեծ մասը հենց սոցիալ-տնտեսական բնագավառին վերաբերելի հարցեր են եղել, որոնք ևս ներառվել են մեր տարեկան հաղորդման շրջանակներում, մասնավորապես ավանդաբար ներկայացվող ոստիկանության բռնությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրների, իրավահավասարության եւ այլ խնդիրների համատեքստում ներկայացրել ենք օրինակ առերևույթ ոչ իրավաչափ եղանակով իրականացվող քանդման աշխատանքների հետ կապված հարցեր, պատժից ազատվող եւ բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձավճարի հատուցում չտրամադրելու եւ մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր, հանրային աղմուկին վերաբերելի հարցեր, որոնք ըստ էության ուղղակիորեն վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին եւ տարբեր երկրներում եւս քննարկման առարկա են դառնում հենց մարդու իրավունքների պաշտպանության կտրվածքով։ Նշեմ, որ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտը եւս նախորդ տարվանից սկսած իրականում բավականին մեծ անդրադարձ է ունեցել մեր տարեկան հաղորդման շրջանակներում եւ այս համատեքստում այս տարի նաեւ նոր խումբ ենք ավելացրել տարեցները որպես պաշտպանվող հատուկ խումբ։ Ըստ էության սրա վերաբերյալ քննարկումները նախորդ տարի իրականացվել են նաեւ ոչ միայն Հայաստանի համատեքստում, այլ նաեւ եվրոպական տարածաշրջանի տեսանկյունից, որովհետեւ ես ինքս մի հաստատությունները միավորող եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ եմ ընտրված նախորդ տարի եւ որպես կարևոր գործողություն որդեգրել ենք նաեւ այս խումբ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմների գործարկումը, որոնք ըստ էության գրեթե բոլոր եվրոպական պետություններում այն ծավալով միանշանակ չեն իրականացվում, ինչ ծավալով այլ խմբերի պարագայում։ Բայց ես ըստ էության այս փուլում նոր ներկայացված խնդիրներին ըստ էության մանրամասնությամբ անդրադարձ չեմ կատարի, կանդրադառնամ մի քանի հիմնախնդիրների, որոնք կարծում եմ արդիական եղել են եւ շարունակում են արդիական մնալ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը պատշաճ գնահատելու տեսանկյունից եւ ուշադրության են արժանի դրանք հասցեավորելու ու առկա խնդիրները հաղթահարելու դիտանկյունից։